Բարև արմ կոմեդի, ձեզ ողջունում եմ ձեր սիրված Շենգենից ազատված գոտուց։ Բարև փոքրիկ Կարլ, ձեզ բարի եթեր։ Բարև արմ կոմեդի, բարև Նարեկ, բարև Սերգեյ։ Ողջունում եմ ձեզ եւ բոլոր հեռուստադիտողներին Ուգանդայից, Նեղոսի ափից։ Արմ կոմեդին է միակ հաղորդումը, որը Լևոն Արոնյանի նարդիով մարս է արել, բայց չունի ոչ մի ապացույց, որտեղ վիդեոն ջնջվել է։ Ու դե գիշեր էր, մեկ առանձնապես բան չի երևում այդ վիդեոյում։ Ու դե Լևոնն էլ քնած էր, ճիշտն ասած, բայց կենտրոնանք դրականի վրա։ Այսօր մենք ձեզ համար պատրաստել ենք մի հրաշք թողարկում, որը կսկսի հենց այն բայց, երբ Սերգեյ կասի այսօրվանի մեջ դիտեք։ Այսօրվանի մեջ դիտեք։ Ինտրիգ է մտցնում։ Նարնջագույն կոստյումները մեղադրում են Պետրոսին էթիկայի խախտման մեջ։ Բարի լուր բոլոր այն դպրոցականների համար, ովքեր սիրում են լրացուցիչ առարկաներ։ Հանրապետական ավականին ծաղիկներով փորձում է շահել այս ընտրողի սիրտը։ Արգենտինական շունչը Երևանում, ինչ եւ որտեղ։ Հնդկական սերիալները էկրաններից դուրս են գալիս եւ մտնում մեր իրականություն։ Շարունակվում է նախընտրական պայքարը, բայց այս անգամ միայն Երևանում։ Ներողություն ենք խնդրում, հազար ներողություն մյուս մարզերից, բայց պետք է մի քիչ ձեզ ծանրաբեռնենք մեր բացառապես երևանյան թոհուբոհով։ Որ ասում ես թոհուբոհ, միշտ կամերային նայի, ինձ մի նայի։ Նախ Երկիր Ծիրանից Զարուհի Փոստանջյանը արձագանքեց։ Նենց ասեցիր Երկիր Ծիրանից Զարուհի Փոստանջյանը, ոնց որ ուրիշ մարդիկ կան Երկիր Ծիրանից կամ գիտես որ դու էլի։ Ну չգիտենք, բայց պետք է իմանանք, ճանաչ չեն կարողա պարզվի ինչ, մի հիանալի մարդկանց խումբ է։ Իսկ Զարուհի Փոստանջյանը արձագանքեց այն փաստին, որ Պետրոս Ղազարյանը ցույց էր տվել այն կադրը, որտեղ նա պատրաստում էր լքել տաղավարը ու Ես հասկանում եմ, բայց իմանայի, սորական քաղաքացին նայում ասում է, լավ, էլի դուք ընդդիմադիր եք, մենք ձեզ սիրում ենք, լավ, դժվար է։ Չեմ գնում եմ, ես չեմ եկել, ես խնդրեցի, որ Փաշինյանից հարց չեք տա։ Չէ, գնացինք, նորից ենք անում, կամ ես թողնում գնամ։ Չէ, ես Փաշինյանից չանցանք, նորից ենք անում ուրեմն։ Նորից սկսում ենք։ Փաշինյանից вообще երկից է հարց չտաս вообще։ ասեցի մի թարմացնենք այս պահը։ Այս պահը արդեն բոլորը տեսել էին։ Բայց այո, ավելորդ չէր եւս մեկ անգամ դիտել։ Իսկ հիմա Երկիր Ծիրանի Զարուհի Փոստանջյանի արձագանքը։ Կարծում եմ եւ էթիկայի կանոնների խախտում է եւ նաեւ պրոֆեսիոնալիզմի բացակայություն եւ ասել եմ այո, խնդրում եմ այդ հարցը այլևս չտալ։ Որովհետեւ եթե նույն հարցը նույն հաղորդման մեջ մի քանի անգամ տալիս ես, դա արդեն եւ էթիկայի խախտում է եւ նաեւ ոչ պրոֆեսիոնալիզմ։ Իհարկե կարելի էր քննարկել էթիկայի խախտում կա թե չէ, բայց ես տեսա այնինչ ես տեսա։ Ու ոչ միայն դու, ոչ միայն նարնջագույն պիջակներ, այլ նաև նարնջագույն վերնաշապիկ։ Դու ես տեսա։ Վախ, որտեղից։ անկեղծ։ Հա։ Հաստատ անկեղծ ասում։ Վայ հա։ Halloween-ի համար է արել տուպոյի շոտուպեի միջի Christmas Lloyd-ի կոստյում։ Լավ էլի, մարդիկ այս պիջակները լուրջ են ակրում, դու Halloween-ի համար Lloyd-ը։ Ասեցիր անկեղծ, հիմա Հա մեկ էլ խափի ֆայմ չունես։ Լավ, հանրապետականի քարոզարշավից ինչ կա։ Շաշված, որ մեր պատվանի տակ ծաղիկներ են տնկել։ Հա, հատուկ ռեպորտաժ ունեմ։ Ահա, այսենց մի օր արթնանում ես, պատուհանից դուրս ես նայում, մեկ էլ ինչ ես տեսնում։ Ամբողջը ծաղիկներ են, ծաղիկապատված է տեսարանը պատուհանից։ Ու սենց մտածում ես, այս ինչ նորություն է, ինչի միջև էլ չէին ծաղիկապատում։ Որովհետև այս տարի Երևանի ավականու ընտրություններն են։ Ու ես մի կողմից զգում եմ, որ սա լրիվ կարող է ազդել իմ ընտրության վրա։ Այն որ ամեն անգամ պատուհանից նայում եմ ու տեսնում եմ ծաղիկներ։ Ու հիմա չգիտեմ ինչ անեմ, որ կարողանամ արդար ընտրություն կատարել։ Երևի պետքա չնայեմ, հա, պատուհանից մինչև մայիսի 14-ը։ Որտեվ անտանելի սիրուն է, այս հələ նոր ացանած, պատկերացնում եմ հետո ինչ կլինի, բայց մյուս կողմից դիմաց ընտրություններն ես պետք է անաչառ լինեմ ու հիշեմ, որ 4 տարի մինչև այդ չի եղել ծաղիկ։ Ու ինչ ես անելու։ Դե
բան եմ արել, sense ֆոլգայով փակել եմ պատանները, աշխատում եմ ընդհանրապես կողքով չանցնել, որ հանգարց չազդեն իմ քվեարկության վրա։ Այստեղ վերջին 4 տարիների ընթացքում քաղաքային տնտեսությունը Տավո Մարկանի գլխավորությամբ բավականին լուրջ առաջընթաց է ապահովել։ Ինչու եմ այդպես նման համոզումով ասում, որովհետև 2013 թվականին ինքս ղեկավարել եմ Տավո Մարկանի նախընտրական շտաբը, շատ լավ հիշում եմ անկիր այն ծրագրային դույթները, որոնք մենք խոստանում ենք, եւ դրանց մեծ մասը կատարվել է հիմնական թեզրը։ Իսկ չկար նենց թեզ, որ ասֆալտը չքանդեն, հետո 3 շաբաթ սպասեն նոր ասֆալտ դնեն։ Չկար նենց թեզ, որ այդ պինգվիններին ու մեգաթիթերներին քաղաքից աքսորեն, հա? Չէ, չկար։ Հա, դե ուրեմն կատարել է ամեն ինչ։ Բա Լավ, դե գոնե ընդդիմության մասին վատ բան այսքան ժամանակ չեն ասում, արդեն զգում եմ, չէ՞ որ sense ինչ-որ նոր քաղաքական մշակույթ է ձևավորվում ու դա շատ լավ է։ Այսօր մասնակցում եմ մի կուսակցություն, որի մասին բացի Տիկին Փոստանջանից մնացածի մասին ոչ մեկ գրեթե Հայաստանում չգիտի այդ ինչ կուսակցությունն է, մենք ճանաչում ենք Տիկին Փոստանջանի face-ով եւ ծիրանագույն զգեստով։ Այդ գիտենք։ Իդեպ հիշեցնեմ, որ այդ զգեստից ես սերուն եմ։ Իմ Halloween-ի Ամեն անգամ պետք է շեշտես, որ քո Halloween-ի բանն է։ Այդ face-ը տել է Halloween-ի։ չէ, իմ սովորական face-ն է։ Ինչի։ Ոչ։ Լավ, իսկ այս ընտրություններին ընտրակաշարք սպասվում է։ Իմ համար չեմ հարցնում։ Ընկերներից մեկն էր ուզում իմանալ։ Հասել ենք նրան, որ գրեթե ընտրակաշարքի ազդեցությունը քաղաքացու գաղտնիության արտահայտման համար գրեթե զրոյացվում է։ Ընտրակաշարքը էլ առաջվանը չի։ Այդ տարիներ առաջ այն ինչ էր անում ընտրակաշարքը, խզարիոն, դուկլոբ, մեգա ֆիքսիոն, բայց Ինչի։ մնացեք առանց ընտրակաշարք։ Մնացեք մեր հետ։ Հնդկական սերիալները։ Դե լավ, Հա, գիտեմ։ Դե բա որ գիտես, Դե հիմա ինչ ասեմ, ներթափանցել են մեր կյանք, անգամ եթե հերոստացույց չես նայում։ ոնց դա միակ պաշտպանելու ձևն էր։ Հա, բայց էլ չի օգնում։ Խառնաշփոթ իրարանցում միայն առաջին հայացքից անհասկանալի իրավիճակ եւ բարձր տրամադրություն։ Երևանի մետրոպոլիտենի աշխատակիցները, լրագրողներն ու պատահական անցորդներն ակամա հայտնվել էին Բոլիվուդի ֆիլմերից, երբևէ իրենց տեսած պարային դրվագներից մեկում։ Մարդ պարում եմ, ոչ մի բան հիմա հանգիստ նստում եմ։ Ամեն մարդ հիմա ուզում է պարել, նկա մենք հետո սովորել ենք պարել ինչ անենք։ Լավ, շնորհակալ եմ, ես գնում եմ, ես պարել ունեմ։ Մի խոսքով 4D են դարել հնդկական սերիալները։ Այսինքն հյուրասենյակում հնդկական, գնում ես խոհանոց հնդկական, փախնում ես հարևանի տուն ընդեղել հնդկական, շենքից դուրս ես գալիս, իջնում ես գետնի տակ մետրո ու էլի հնդկական։ Սրինվասան ջան, եթե սենց գնա, մենք էլ ստիպված ենք լինելու Հնդկաստան արտահանել մեր սերիալները, ու ստիպենք, որ ձեր մոտ դրանք ցույց տան։ Շատ կոշտ չի դա։ Կոշտ է, բայց ուրիշ ճար չկա։ Էսի հանդիկ հացն է, էսև բրինջ կա։ Սրինին զարմացել է, թե Հայաստանում ինչպես են կարողանում օրը մի քանի բաժակ սև սուրճ ըմպել։ Դուք հայկները, ես չգիտեմ դուք առանց կաթով ոնց է կմում ենք, բայց մենք կաթով կմում ենք, կոֆի, թի, ամեն ինչ մենք կաթով կմում ենք։ Սիրինի ջան, բախր պետքա խմենք այդ սուրճը, որտեղ որը 30-ատ հնդկական սերիալ է, որ չխմենք գիշերը քնելու ենք ու բաց ենք թողելու այդ սերիալը։ Լավ, հերիք է այս սերիալներից։ Ուրիշ բաներից պատմեք։ Հայաստանը հավանում եք։ Մենք ուզում եմ հայակ չի գա, բայց ով տալիս, չգիտեմ ով տալիս։ Բոբոնգեր ջան, դες միանգամից աղջիկ։ Դե բայց հիմա իրանց շանսերը ագին բարձր են ամբողջ օրը։ Բան չասեցի, բա հնդիկ աղջիկներ ուզեմ ասեմ։ Հաֆիզան ու Լատիֆը նկատում են հայ աղջիկները սպիտակամաշկ են, գեղեցիկ դիմագծերով եւ բարեհամբույր։ Շատ քաքսեր խոսել, բայց տագա շատ քաքսեր չի, բայց աղջիկ շատ քաքսեր։ Տագա is բարև ձեզ։ Շատ Կստանից մենք չես կարաս ով ուզում է սիրեց։ Հասկանում ես, բայց թե ով ուզում է սիրեց կարելի է, բայց Հնդկաստան չի տողնում։ Իրանց մոտ չի կարելի ում ուզում է սիրել։ Ստեղ աչքից նոր հնդկական սերիալ է սկսվում։ Հələ սպասի, բա ինչ ա լինում, եթե աղջիկը սիրարվում է մեկին, ում չի կարելի սիրել։ Մամա պապա ինքն է նայում։ Աղջիկը չի տողնում, որովհետև մեծ ասում եմ, որ 18 տարեկան աղջիկը երեխա է, դրա համար ինքը չգիտի ով լավ է, ով վատ է։ Բայց դες ոնց կլինի, ախր կարող է իրանց մոտ իսկական սեր, ինչ ա նշանակում մաման ու պապան չեն տողում։ Բայց դու հաստատ չէր նայում հնդկական սերիալները։
Բայց ոնց որ արժի սկսես։ Ես եմ դες կարծում գրեք էլի ինձ ասենք որ սերիալից արժի սկսել։ Մնացեք մեզ հետ։ Իրանց Breaking Bad-ը որն է։ Գրեք իրան։ Հայկական դպրոցներում վերջապես մի լավ բան են սովորեցնելու։ Մաթեմատիկա, Դպրոցներում վերջապես երկու լավ բան են սովորեցնելու։ ֆիզիկա, Վայ, մի խոսքով լրացուցիչ առարկա են մտցնում դպրոցներում։ Հանրակրթական դպրոցներում նոր ուսումնական տարվանից կդասավանդվի ձեռնարկատիրության հմտություններ։ Այս մասին հուշագիր ստորագրեցին Կրթության և գիտության նախարարությունն ու Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպությունը։ Ձեռնարկատիրություն կսովորեն, դες կարող է լավ գնով դպրոցներ ծախեն աշակերտները։ ամենամեծ վտանգը դա չէ։ Բա, Սա նշանակում է որ նոր դասաժամը ավելանում։ հաստատ դպրոցը կծախեն երեխեքը։ Սա չի նշանակում սակայն, որ նոր դասաժամ կավելանա դպրոցական գրաֆիկն առանց այդ էլ ծանրաբեռնված է։ Ձեռնարկատիրական հմտությունները կներդրվեն այլ առարկաների ծրագրերում։ Ասենք ֆիզկուլտի մեջ կարող է ներառան ձեռնարկատիրությունը։ Հա, նայ, ասենք աշակերտը լավ ֆուտբոլ է խաղում, այնտեղ կազմակերպում են միլիոնավոր դոլարների պայմանագիր տրանսֆեր իրան Բավարիա, Ռեալ Մադրիդ, բան ու այդ փողը գալիս է դպրոց։ Հա, չէ, տենց հաստատ դպրոցը կծախեն։ Այս գիտելիքները պետք ունի, որտեվ ինքը ավելի խելացի սպառող կդառնա։ Եթե այդ 100 դրամը ինքը պետք է շոկոլադ գներ, հիմա ինքը կհամեմատի թե այդ 100 դրամը որ շոկոլադը գնի, որ ավելի մեծ արդյունք ստանա ինքի համար։ Իսկ եթե երեխան ուզում է ոչ թե շոկոլադ առնի, այլ շաքար սկսի ներկրել։ Դե առայժմ փոքր ձեռնարկատիրությունն խթանելու։ Դե բայց հետո աշակերտը կարա մեծանա, ընտրի ճիշտ կուսակցություն ու այդ ժամանակ, ոչ ամեն դեպքում շաքարը լավ կլինի հանգիստ թողնի։ Իսկ տնօրենները։ Ինչ տնօրենները։ Չնայած լրագրողների հետ հանդիպման առիթը հուշագիրն էր, բայց նախարարը չշրջանցեց նաև ՀՀԿ-ական տնօրենների թեման, այն որ այսօր գրեթե բոլոր տնօրենները իշխող կուսակցության ներկայացուցիչներ են, նախարարին չի զարմացնում։ Ես հիշում եմ դեպքեր, երբ տնօրենների բացարձակ մեծամասնությունը մի ժամանակ այլ կուսակցության անդամ էր, սա մի քիչ տնօրենների որակի մասն է ցավոք սրտի խոսում, որտեղ մարդը կարող է կուսակցության անդամ դառնալ իր համոզմունքով։ Եթե կուսակցության անդամ է դառնում միայն պաշտոնի կամ ինչ որ կարիերայի իմաստով, չեղավ դա ուժեղացնում է տվյալ կուսակցությանը։ Չէ, պաշտոնի համար չեն անում դա, այնա լիքը տնօրեն նաև ելքից է։ Ելքից տնօրեն։ Այո, օգտվում են ելքից, ներս ու դուրս են անում։ Բայց լավ հանգիստ թողենք մի հատ ՀԿ-ն, տնանք ավականու ընտրություններում ինչ է կատարվում։ ՀԿ-ն տենց հանգիստ հեշտ չի թողնվում։ Չկա մի ոլորտ, որտեղ ավականու հանրապետական խմբակցությունն ու Տարոն Մարգարյանը առաջընթաց արձանագրած չլինեն, պնդում է ավականու ընտրություններում ՀՀԿ-ի շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը։ Հրայր Թամրազյանի վերլուծական ծրագրում կուսակցության խոսնակը հայտարարեց, որ երևանցի ընտրողներին առաջին հերթին արված աշխատանքն են ներկայացնելու։ 3 փոսի մեջ եմ ընկել։ Գնաց FPR-ը։ Դե հիմա ընկել եմ, ասֆալտը քերել էին, թողել են մի շաբաթով, ես չգնեի։ Ուրիշ։ Այն մեգա թիթեռները հիշում եք, դրանց գլխականակն է կրճատվել։ Էլի FPR։ Չէ, FPR-ը սենց է լինում։ Շարմազանովը թերահավատ է իրենց մրցակիցների Զարուհի Փոստանջյանի Երկիր ծիրանի կուսակցության եւ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած Ելք դաշինքի մասով։ Այսօր մասնակցում եմ մի կուսակցություն, որի մասին բացի Տիկին Փոստանջյանից մնացածի մասին ոչ մեկ գրեթե Հայաստանում չգիտի այդ ինչ կուսակցությունն է, մենք ճանաչում ենք Տիկին Փոստանջյանի face-ով եւ Ծիրանագույն զգեստով։ Այդ գիտենք։ Ոչ միայն, բայց ինչով։ Ձայնի տեմբրով։ Ու դե բա ելքը։ Ելքը նոր քաղաքական ուժ է, որի համար այս ընտրությունը շատ լավ շանս է ստանալ երևանցիների ձայնը, որպեսզի նա կարողանա լեգիտիմացնել իր ընդդիմադիր կարգավիճակը։ Ինչի հիմա լեգիտիմ չի։ Ես զգում եմ մայստրո ազդեցությունը։ Այս հարցազրույցի փոխարեն կարեն մեր շենքի լիֆտը սարքեն։ Ձեր շենքում լիֆտ չկա։ Փոխաբերական իմաստով։ Այդ ո՞րն է։ Ձեր շենքի լիֆտը։ Լավ, եկեք խոսենք գործազրկության մասին։ Անցած շաբաթ այն նոր թափ ստացավ։ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հովիկ Աբրամյանը առայժմ դեռ գործազուրկ է։ Առայժմ չեմ աշխատում, բայց կյանքը դեռ առջևում է։ Շնորհակալ եմ։ Անպայման։ Տարբեր հարթակներում իսկ կտեսնենք։ Բա մի գործ տա այն էս մարդուն։ Պետք է սենց լիներ։ Բա հիմա ոնց որ սենց հիմա ինչով է զբաղվում։
Ազատ այս ժամանակահատվածը նա փորձում է օգտագործել արդյունավետ։ Այն ինչով որ չեմ կարողացել զբաղվել, հիմա զբաղվում եմ ընտանիքով, թորիկներով, ընկերներով, մտավորական իմ գործընկերների հետ եմ հանդիպում։ Իշտոյանը վիդեո, ակադեմիկը վիդեո, Էրնեք ես ձեր ժամանակ օրենայի մտավորական ընկերներից հետ հանդիպեի։ Վերջունես մտավորական ընկերներ, կա բոլոր ընկերները պրոլետար են։ Շատ կներես, բայց օրինակ դատիկը լիքը գիրքա կարդացել։ Ինչքան գիրքա կարդացել քո դատիկը։ Այսքան, A4 ֆորմատով, այսքան։ Լավ, մենք դեռ չենք քննարկում քո դատիկը, այլ քննարկում ենք ինչ-որ բան Արգենտինայից։ Մեջքից հարված ստացանք։ Ոնց, չէ։ Այո։ Երևանում արգենտինական գինիներին նվիրված միջոցառումներ կանցկացվեն։ Արգենտինական գինիները կմատուցվեն մայրաքաղաքի լավագույն ռեստորաններում եւ գինետներում։ Այս անգամ արգենտինական գինուն նվիրված միջոցառումներն առանձնահատուկ են լինելու։ Միջոցառումների հիմնական գաղափարն է հայ հասարակությանը փոխանցել արգենտինական մշակույթը, Հայաստանում մասնավոր սեկտորի հետ համագործակցելը։ Պետք չեն մեզ ձեր գինիները, մենք մեր հայկականը ունենք։ Կարող է իրանք էլ մեր կոնյակը խմեն։ Ու թող խմեն, բայց դրսից մեզ գինի բերել պետք չի։ Հազիվ սկսում ենք մեր գինեգործությունը զարգացնել։ Մեկ էլ հոп, արգենտինացիները իրենց տուֆտա գինիներն են բերում, բայց ինչի տուֆտա է։ Որովհետև հայու քրտինքով չեն աճեցվում այդ գինիները։ Կարող է իրանք էլ մեզ զբոսաշրջիկներ են տրամադրում, որ իրանք գան, հասնեն այստեղ ու խմեն մեր գինին։ Արգենտինական գինուն նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Արգենտինայից զբոսաշրջիկներ չեն հայտագրվել։ Մեխակ Ապրեսյանը հիշեցրեց, Հայաստանի ու Արգենտինայի միջև վիզա չկա։ Դա եւս կարող է նպաստել Արգենտինայից Հայաստան զբոսաշրջիկների աճին։ Այո, գուցե մեր միջև վիզա չկա, բայց տասնյակ հազարավոր կիլոմետրեր կան արանքում։ Հիմա ինչ պետք է գինու վրա գան։ Արգենտինացիները տենց են, մի քիչ տենց իրանց գինի լցնում ես, իրանք գինու վրա են գալիս։ Արգենտինայից այո ունենք զբոսաշրջիկներ եւ նման միջոցառումները պետք է նպաստեն, որ նրանց քանակը Արգենտինայից զբոսաշրջային այցելությունների քանակը բազմապատկվի, մնում է որ մենք նման միջոցառումներով այս գործընթացը խթանենք։ Այո, բազմապատկվում են, բայց թող մեր գինով բազմապատկվեն։ Թող մի հատ հունի մեջ ընկնեն ու հետո կտեսնենք ինչ ենք անում։ Դե մնացեք մեզ հետ։ Մեր փոքրիկ Կարլը որոշեց իր հիմնական մասնագիտական ուղղվածությունից բացի, լրագրությունից բացի, զբաղվել նաև վիդեոբլոգինգով։ Այսինքն նա բացահայտեց, որ կարելի է այսպես մաթը վերցնել ու հեռախոսի վրա այսպես սխմել վիդեո, ռեկ ու իրան նկարել։ Այսինքն հիմա կարա նաև YouTube ռեպորտաժներ չդնի։ Նաև վիդեոբլոգեր կարա չանի, էլի։ Բան լայնացնում է չանելու սպեկտրը։ Տեսնենք ինչ է ստացվել։ Բարև ձեզ, ես Կարլն եմ եւ սա իմ վլոգն է։ Ես կպատմեմ իմ կյանքի մասին, ինչ եմ անում ես ամեն օր։ Սա մեր տաղավարն է, ես հիմնականում այստեղ աշխատում եմ։ Իսկ սա աշխատապահությունն է, ես երբեք այստեղ աշխատավարձ չեմ ստանում։ Սա իմ աշխատասենյակն է, այստեղ կարող եք տեսնել իմ համակարգիչը, իմ ծաղիկը, իմ նկարները, այստեղ կալենդարիկս կարող եք։ Սա իմ նոր աշխատասեղանն է, այստեղ ես այսօր հետ արդեն կնստեմ։ Իսկ սա մեր լրատվականն է, այստեղ աշխատում են շատ բարի մարդիկ ու երբ ես հիմնականում սոված եմ լինում, իրանք են ինձ հաց տալիս։ Իսկ սա իմ սենյակն է, որտեղ ես պաշտպանում եմ մեր մոնտաժնիկից, ով ցանկանում է իմ գլուխը ջարդել։ Այսօրվա համար այսքանն էր, բաժանորդագրվեք իմ ալիքին, դրեք լայքեր ու միշտ Քահացելով սա ավլաց, ահա հələ մի հատ անցի առաջ։ Սա ավլացն է քո։ Այ լավ։ Հələ մի հատ նայի։ Առավոտն եմ մենակ ես չկամ ստեղ։ Վերջացնենք։ Արմքոմեդին այսօր այսքանն էր։ Վերջում վիդեոբոցը կարողացել է կուտակել օգտագործելով Հայ Երևան քաղաքի միջոցները, սա շատ ուշագրավ հայտարարություն է եւ ապրիլի 21-ին է մեկնարկում այսպես պաշտոնական քարոզարշավը եւ Զարուհի Պոստանջյանը խոստացավ Բարեկամներ, ինչպես գիտեք, մենք տես մի փոքր շրջագայության ստենդափ անելու ենք մեկնում ու մոտակա 7 թողարկումներ լինելու են լավագույնի հավաքածու, չէ՞, տենց որ։ Այո, ծաղկաքաղ ելնելու։ 2 շաբաթ մենք չենք լինի, բայց կլինեն մեր հիշատակը կլինի այստեղ, մեր հիշատակը դեկտեմբերից, մեր հիշատակը նոյեմբերից, հոկտեմբերից, հունվարից ինչու ոչ, այդ հիշատակի ամենալավ ծաղկաքաղը կներկայացվի մոտակա 2 շաբաթների ընթացքում։ Իսկ նոր 606-րդ թողարկումը կլինի մայիսի 12-ին։
Մնացեք մեզ հետ։ Dear fellow American Armenians, friends, good hombres, what this armed comedy administration has been able to achieve within the past 50 days is beyond fantastic. It's huge. It's something that the failed Obama administration has not been able to produce in years. You want to elaborate, Donnie? Thanks, man. We successfully received our American visas, wrote some fantastic scripts, shot some great teasers, tremendous teasers, they're the best, and met some great vibes both on the East Coast and the West Coast. It's tremendous, and we're coming. Right, Donnie? And most importantly, we have not forgot to do what every decent Armenian has to do before visiting US. We have bought basturma. It's actually the best basturma. It's beautiful, actually. We bought that for you guys. And some sujuk. The best sujuk ever, not that fake stuff that you got. Smells like an angel. Can I try that, Donnie? Mother of all basturmas. And guess what? We're gonna share it with you guys in Boston, LA, and San Francisco Bay Area. See you there.